Նույն տապանում հյուրընկալել եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անկախ պատգամավորներ, նախկին ՔՊԱ-ականներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը այսօր տարել են խորհրդարան, նրանց հետ էր իրենց վարչապետի տեխնացու Էդմոն Մարուքյանը, ակնկալվում է ընդդիմադիր մյուս խմբակցությունների պատգամավորների ստորագրությունը։ Դուք ինչպես եք գնահատում նախաձեռնության հաջողելու հնարավորությունը եւ առհասարակ այս նախաձեռնությամբ ավելի շատ օգնում են իշխանությանը, թե թուլացնում։ Նախ եկեք սկսենք նրանից, որ նախաձեռնությունը Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից էր սկսել։ Ինձ համար սա ավելի ընդունելի է, քան փողոցներ չափչփել, հեղափոխություն պահանջելը, որովհետեւ կարծես թե մարդիկ օրենքին հղում անելով, ինստիտուցիոնալ կերպով որևիցե խելացի բան են առաջարկում։ Կհաջողի թե ոչ, դա բոլորովին հարցի մյուս կողմն է, նույնիսկ երկրորդական այս պահի դրությամբ։ Ինչու, որտեղ առաջնայինն է, որ մեր քաղաքական դաշտում մարդիկ սովորեն օրենքով, սահմանադրությամբ, ինստիտուցիոնալ կերպով գործընթացներ իրականացնել, քայլեր անել, ինչպես վայելա կայացած քաղաքականություններին, այսինքն այն երկրներում, որտեղ քաղաքականությունը կայացած է։ Եվ այսքանով սա մեկ քայլ առաջ է, շատ մեծ քայլ առաջ է այն բանից, համեմատ այն բանի, որ հրապարակներ լցնել, պլակատներ բռնել, չգիտեմ ինչ որ հեղափոխություն պահանջել, իշխանափոխություն պահանջել, սա շատ ավելի այսպես առաջադեմ քայլ է եւ այդքանով այս քայլի առաջադեմությունը սահմանադրության հետ սահմանադրությանը հղում անելը ես ողջունում եմ։ Իսկ թե հաջողություն կունենա թե չէ, դա արդեն ինձ համար այդքան էլ էական չէ։ Իսկ մյուս հարցը, պարոն Մանասյան, սրանով ուժեղացնում են վարչապետին գործող իշխանությանը, թե հակառակը։ Տեսեք, եթե երկիրը քաղաքականապես հասուն քայլեր է անում, դրանից հզորանում է երկիրը։ Ով է այնտեղ ավելի շահում, ով է պակաս շահում, էլի հեչեական չի։ Երկիրը քաղաքական գործիչներին հարիր քայլեր անում, քաղաքական միտքը ավելի զարգացած է, քան դրանից ենթադրենք 6 ամիս կամ մի տարի առաջ, դա արդեն երկրին օգուտ է, դա բոլորիս է օգուտ։ Սա դառնալու է սովորություն հետագայում սահմանադրությանը հղում անելով, սահմանադրության դրույթները վկայակոչելով գնալ որևիցե կառուցողական քայլերի։ Կառուցողական էլի եմ ասում երկրի համար, ոչ թե գործող իշխանությունների։ Կառուցողական երկրի համար, այդքանով սա արդեն իսկ ես համարում եմ հաջողված գործ, որ մարդիկ բոլորովին նոր խոսք, նոր բովանդակություն են բերում եւ այդքանով արդեն սա ես սրանով գոհ եմ։ Բայց հիմա նախաձեռնության բուն հեղինակները խնդիր են տեսնում վարչապետի տեխնացուի հետ կապված, այսինքն նրանք կողմ չեն Էդմոն Մարուքյանի տեխնացությանը եւ այստեղ հարց է առաջանում։ Հիմա նախաձեռնության բուն նպատակն է ավելի կարեւոր, թե տեխնացուն, որի օգնությամբ պետք է հասնել այդ գործընթացի հաջողությանը։ Էլիզա ջան, դու լսել ես, որ իրենք հիմնադիր զավակներից եւ նրա համահիմնադիր, համահեղինակ Հայկ Մանասյանից այսպես մանրակրկիտ խոսան։ Սահմանադրության պրեամբուլա եմ ներկայացրել, լոբինգի եւ քաղաքական գործիչի տարբերությունն եմ ներկայացրել, ես ընդհանրապես վերջի ամսվա իմ եթերներն եմ ասում, հա։ Դու լսել ես, որ այդ մարդիկ երկրի կառուցվածքը որպես հիմնական ինստիտուտներ, երկիրը որպես համակեցություն եւ նրանում կարգավորիչները որպես հիմնական ինստիտուտներ, 5 խումբ ինստիտուտներ, քաղաքացիական, իրավական, տնտեսական, քաղաքական եւ պետական ինստիտուտներ, այսպիսի մի անատոմիա եմ ներկայացրել, որը երբևիցե հայ քաղաքական մշակույթում չի եղել։ Հայ քաղաքական միտքը երբևիցե նման խոսք, նման բովանդակություն չի ներկայացրել։ Մենք ներկայացրել ենք, ես ներկայացրել եմ։ Դու լսել ես այդ մարդիկ դրանց անդրադառնան։ Այ ինչու չեն։ Դու լսել ես, չես լսել։ Ճիշտ է։ Բա հիմա ինձ ինչի ես այտենց մանրամասն դետալային հարցեր տալի, թե ալոյի գլխարկը բալոյի գլխին կլինի, չալոյի գլխարկը, չգիտեմ, մստոյի գլխին կլինի, ինչի ես ինձ մանրամասն այս հարցերով անհանգստացնում։ Ես ընդհանուր գնահատականս տվեցի process-ին։ Ընդհանուր գնահատականս դրական է։ Ես արդեն իսկ գոհ եմ։ Իսկ թե մանրամասները նրանք ով կհավանի, ով չի հավանի, թող process-ը գնա կհասնի
կտեսնենք։ Նրանք այս երկրում ավելի քաղաքական միտք, քան որ ես եմ ներկայացրել, հələ չի հնչել։ Սա կարող է անհամեստ հնչի, բայց պատմությունը այդ գնահատականը կտա։ Այսինքն կանցնի 5-10 տարի, հետ կնայեն կտեսնեն ով ինչ էր առաջարկում, երբ կտեսնեն, որ ըստ էության ավելի նոր սահմանադրության մասին, նոր սահմանադրության հիմնական դրույթների մասին, այն ամենը, ինչ ես ներկայացնում եմ վերջի 1-2 ամսվա մեջ, հայոց պատմության մեջ հələ չի ներկայացվել ոչ ոքի կողմից։ Ինչ որ դրա դրվագ ներկայացվել է, բայց ամբողջական որպես գաղափարախոսություն, ամբողջական որպես հայեցակարգ դա դեռ չի ներկայացվել։ Ավելի մի քանի անգամ էլ հրապարակային հայտնել եմ եկեք բանավեճի քննարկման, բանավեճի դեբատի եկեք։ Մեկը ձեն չի հանե, թե գամ Հայկ ջան, այս իշխանը սխալ ես ասում կամ այս իշխանը ճիշտ ես ասում։ Հələ թող իրենք մի հատ առաջարկ անեն բանավեճի։ Տես ոնց եմ տեղից նստած ես ձեռք բարձրացնելու, որ ես ուզում եմ գամ այդ բանավեճի։ Ուզում եմ ասեմ, այդ մարդիկ իրենց ճանապարհն են գնում, իրենց հաջողություն։ Բայց ես ծանր տեղս թեթևացնեմ այդ մանր հարցերը քննարկեմ, թե հիմա համաձայն են տեխնատությանը, համաձայն չեն։ Այս հարցը ինչ առումով է կարևոր, պարոն Մանասյան, դուք շատ կարևոր բան եք ասում։ Դուք առաջարկում եք բովանդակային քննարկումներ, որոնք տեղի չեն ունենում, բայց բոլորը խոսում են փոփոխությունների, բովանդակային արժեքների վերանայումից ու անհրաժեշտությունից։ Ստացվում է այս մակերեսային process-ներով իրենք մեր հանրային իրենց ժողովրդի գլուխներն են զբաղեցնում, այո։ Հիմա կարճ կոնկրետ հարց տամ, ցանկացած մեկին։ Այսօրվա մեր սահմանադրությամբ Հայաստանը ֆունկցիոնալ միապետություն է, ֆունկցիոնալ միապետություն։ Մի հոգի իր կուսակցությունն է ստեղծում, այսինքն սենց անճանաչ մարդկանց ինչ որ մի թիմ է հավաքում, իր ռեյտինգով բերում լցնում է այդ մարդկանց ազգային ժողով, այդ մի հոգին դառնում է այդ ազգային ժողով վարչապետ, այդ մի հոգին դատական իշխանության վրա լծակներ է ունենում այդ ազգային ժողովով եւ իր գործադիր մինիստրներով, այդ մի հոգին բյուջե է սահմանում, այդ մի հոգին դատական իշխանությունից բացի դատախազա նշանակում, դատախազա մանիպուլացնում, ոնց ուզում տենց շարժում է, այդ մի հոգին ամբողջ իրավապահին բանը վերահսկում է, այդ մի հոգին կասեցնում է բանակի զարգացումը որպես հեղաշրջման պոտենցիալ վտանգ, այսպես կարճ կապեմ։ Այդ մի հոգին այդքանը հերիքի տեղական ինքնակառավարումներ սարքել է բանը Հորդուքյանը։ Ում ուզում նշանակում է տեղական ինքնակառավարում, ով դուրը չի գալի, ձերբակալում է ԺՊ-ը նշանակում, ֆունկցիոնալ միապետություն։ Հիմա Էդմոն Մարուքյանը հենց իրեն եմ ասում, ուզում է գաստե դառնա վարչապետ։ Հիմա ինքն է ուզում այդ մի հոգին լինի։ Հովիկ Աղազարյանը կամ իր ընկերը այդ են ուզում։ Եթե որևիցե մեկը այս երկրում ուզում է իսկականից լավ Հայաստան, հզոր Հայաստան, առաջինը պետք է խոսա այս ֆունկցիոնալ միապետությունը փոխելու մասին, այսինքն այս սահմանադրությամբ ես կսկի ինձ թույլ չեմ տա դառնալ իշխանություն։ Այս սահմանադրության միակ պայմանը, որ ես ինձ կճանաչեմ այս երկրում իշխանություն, որ խոստանամ ստորագրեմ, պարտավորվեմ 6 ամսվա ընթացքում սահմանադրություն ենք փոխում, դարձա իշխանություն 6 ամսվա ընթացքում սահմանադրություն ենք փոխում, նորից ընտրություններ։ Չի կարա լինի այս աստիճան վատ, սխալ, վտանգավոր համակարգ։ Եվ ցանկացած մեկը ով ուզում է գա իշխանության, էլի բովանդակային, փորձում եմ տանեմ բովանդակային դաշտ։ Ով ուզում է լինի, Էդմոն Մարուքյանը չլինի, ով ուզում է լինի։ Լևոն Քոչարյան լինի, Ռոբերտ։ Ով ուզում է լինի, եթե գալիս է այս ֆունկցիոնալ միապետության բարիքներից ճակերտավոր, հիմա էլ ինքը օգտվի, ինքը իմ երկրի թշնամին է։ Ինքը իմ երկրի թշնամին է։ Եվ եթե այս Հայաստանում գիտակից մարդ կա, ուրեմն գիտակից մարդու թշնամին է։ Եթե այս Հայաստանում մեկը կա, ում համար նա թշնամի չի, ով գալիս է ֆունկցիոնալ միապետությունը իր շահերին ծառայացնի, ու ինքը դրան թշնամի չի համարում, դրա փոխարեն Ալիևին է միայն համարում, կամ Պուտինին է միայն համարում, կամ չգիտե Եվրոպայում ինչ որ մեկին է միայն համարում, կապ չունի նա ինչ արտաքին քաղաքական կողմնորոշում ունի։ Նա իմ թշնամին է, այս երկրի թշնամին է։ Ինչ բարդ բան կա այստեղ։ Հիմա հա բզբզում ես, որ ես սենց խոսամ, խոսամ։
Չեմ բզբզում պարոն Մանասյան, ես ասում եմ, ձեր ասածը շատ կարևոր բան է ու անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Բովանդակային վերջապես քննարկումներ, ոչ թե այն, ինչ մենք տեսնում ենք խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս։ Եվ սա ենթադրում է, որ փոփոխություն ունեցող անձիկ պետք է ձեր հետ շատ սերտորեն աշխատեն, ձեր հետ համագործակցեն։ Հետ էլ համագործակցեն, իրանք իրաց տեղից թող նույն բանը խոսան, որ մենք էլ ենք կարծում, որ սա պիտի փոխվի, բայց ուրիշ կերպ։ Ենթադրենք ես մի ձև եմ համաձայնում, օրինակ, ես պատկերացնում եմ նախագահական սիստեմ, օրինակ, իրենք պատկերացնում են կիսանախագահական սիստեմ, կամ իրենք ուրիշ մի բան են պատկերացնում։ Այո, Նիկոլ Փաշինյանը թող գնա, որ այս միապետի ուրեմն լծակները ֆունկցիոնալ միապետի ուշադիր։ Ես չեմ ասում Հայաստանում թագավոր կա։ Հայաստանում թագավոր չկա պաշտոնապես, հանրապետություն է, միապետություն չի, բայց իր ֆունկցիայով նա ֆունկցիոնալ միապետություն է։ Այս ֆունկցիոնալ միապետությունը պետքա փոխվի։ Դա հնարավոր է փոխել միայն սահմանադրություն փոխելով։ Հետևաբար, բացի սահմանադրություն փոխելուց, այլ օրակարգ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ պատկերացնում։ Իշխանություն գալուց առաջ, հա, Նիկոլին փոխելուց առաջ կամ իշխանության գալուց առաջ ցանկացած ուժ, այդ թվում ԿՊ-ն, եթե ԿՊ-ն վաղ ուզում է գա իշխանության, առաջի փաստարկը պետք է լինի գալ եւ փոխել սահմանադրություն։ Ավելին, եթե այսպիսի փաստարկ լինի, սիրով կխոսեմ ցանկացած ուժի հետ, կասեմ, ահա, դու ուրեմն ագրեսոր չես իմ քաղաքական դաշտին, իմ երկրի քաղաքական դաշտին, դու ագրեսոր չես իմ ժողովրդավարությանը ինստիտուտ առումով, դու ագրեսոր չես մեր արժեքներին, մեր հզորությանը, մեր ազատությանը։ Իսկ եթե սա չի խոսում, նա ընդամենը հերթական գաստրալյորն է, որ եկել է Նիկոլի գցի ինքը վերցնի, շարունակի ինքը անել։ Շնորհակալ եմ պատասխանի համար, որովհետև ես ստացա այն, ինչ ուզում էի, պարոն Մանասյան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Քանի որ գտնվում են այդ տրամաբանության մեջ, այսինքն Նիկոլ Փաշինյանին փոխելու եւ բովանդակային օրակարգեր քննարկումներ չեն լինելու, այլ լինելու են այսպիսի մակերեսային հարցեր ու օրակարգեր, ինձ հետաքրքիր է նոր ուժերը, նաև դուք, որ պատրաստվում եք այդ ամենին մասնակցել, դուք ինչպես եք պատկերացնում ձեր հնարավորությունները, արդյոք կլինի մրցակցային այդ ամբողջը, որովհետև նրանք ունեն իրենց քարոզչական գործիքները, ֆինանսները, ռեսուրսները, իսկ դուք այդ առումով հաստատ զիջում եք։ Ինձ միևնույն է, ինչ իրանք ունեն, ես գիտեմ ինչ եմ ուզում եւ գիտեմ ինչ եմ ներկայացնում, ավելին, գիտեք ինչի է նման, այսօրվա, հենց այսօրվա մեր ակտիվությունը, տեսեք, ընդամենը ես այսօր ասում եմ, որ ես կամ, իմ ընկերները ասում են, մենք կանք, մենք հայտ ենք ներկայացրել, որ մենք կանք ժողովուրդ, այ հիմա եթե չգիտես ինչ անես, ու միգուցե այդ մոլորվածությունից, այդ դեպրեսիայից, գնաս մի չարյաց փոքրագույնի ձեռքդ գցես, հանգիստ տեղի, մենք կանք, եթե մենք քո սիմպաթիայի մեջ ենք հարգելի քաղաքացի կամ գործընկեր, քաղաքական դաշտի մեկ ուրիշ ակտիվ գործիչ, եթե դու գտնում ես, որ դու մենակ ես, հիմա չգիտես բալավ ում հետ, ես ինձ ներկայացրել եմ, ու էլի գիտեմ ուժեր, որոնք իրենց ներկայացրել են ու շարունակում են պատրաստվել։ Ավելին ասեմ, ներկա ժամանակը ինձ մոտ տպավորություն է թողում քաղաքական դաշտը, հա, տպավորություն է թողում 90-ականների սկիզբ, 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ, այսպես ջոկատներ էին, չէ, կամավորական ձևավորվում, որոնք այն ժամանակ շատ արագ իրենց ողջախոհությունը իրենց ստիպեց, որպեսզի ձևավորեն բանակ կանոնավոր։ Հիմա պատկեր քաղաքական դաշտը կայացած, դա մի հատ կանոնավոր բանակ է, կայացած քաղաքական դաշտը, անհատներով, կուսակցությունով, ակտիվ քաղաքացիներով, քաղաքական ազգով, ինքնորոշված, ինքնագիտակցված, ազատությունը իր համար սահմանած, այսա կանոնավոր բանակն է։ Հիմա մենք այդտեղ չենք ասել, բայց այս մեր ակտիվությունը, այդ կամավորական ջոկատների կարծես փուլը լինի, որով մենք դեռ փոքր խմբերով համակարգվում ենք։ Սա կարծես այսպես բյուրեղացման առանցք ենք ամեն մեկը ստեղծել եւ գնում է այս բյուրեղացման process-ը։ Սա մեծ հեռանկար կարող է ունենա, անկախ նրանից ինչ ֆինանսական միջոցներ կան, ինչպիսի լրատվական կապիտալ կա, տեղեկատվական, բազմիցս ասեմ դուք եւ մեկ էլ 24 News-ն է, ով ինձ հրապարակային եթեր է տալի ու իմ Facebook-յան լայվերը։ Մնացած կանալները հիմնականում չեն անդրադառնում կամ չեն անդրադառնում, հա,
կարող է տարին մի անգամ ինչ որ մեկը միտեղ հրավիրի կամ 2 տարին մի անգամ։ Հիմա տեսեք, սա լուրջ փուլ է։ Ես այս փուլում արդեն տենում եմ կանոնավոր բանակը։ Ես այս փուլում դատե։ Եվ եթե այս պահի դրությամբ դուք ասում եք, այ գիտեք ինչ կա, այնտեղ կան շատ ավելի sense այրուձիներ կան, չգիտեմ, հա, ավելի բազմականակ կամ նետաձիգների, աղեղնավորների հսկայական գնդեր կա, միտքս հասկացեք։ Նրանք այրուձիներ եւ նետաձիգներ են ժամանակակից պատերազմի դարում, որոնք մի քոր կոպեկ չարժեն։ Հասկանում եք։ Այդ ամբողջ հնարավորությունը դրած է հին, հնամաշ հայացքների, պատկերացումների, մակերեսային խոսույթի, բամբաշչիության, իրար միս ուտելու, իրար հայհոյելու, անձնապես ծանոթ մարդիկ իրար հայհոյում են։ Տեսեք, երբ որ քաղաքացին իշխանություններին հայհոյում է, դա նորմալ է։ Ինչի, որտեղ քաղաքացին հարկադրման ուրիշ մանդատ չունի, ուրիշ լծակ չունի, բանակ, զորքեր տիրապետող իշխանավորին ճնշելու, բացի բարոյական ճնշումը։ Իշխանությունը մարդուն կարագա ձերբակալի, օրենք որոշի հարկադրի, տուգանի, դատարաններով չգիտեմ պատիժ սահմանի, ով ես որ չանես։ Բայց քաղաքացին այս ամեն ինչին ի պատասխան միայն կարա բարոյական ճնշում դրսևորի։ Երբ որ քաղաքացին հայոյում է իշխանությանը, սա ես միտեղ հասկանում եմ։ Բայց երբ որ երկու գործընկեր իրար հայհոյում են, երկուսն էլ падգամավոր, իրար հայհոյում են, իրար նախկին զինակից ընկերներ, այսօր իրար հայհոյում են, ես դա չեմ հասկանում։ Ու այսինքն հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Դա չեմ ընդունում, այդ դա չեղավ արդեն։ Եվ եթե մենք հայտ ենք ներկայացնում մտնել քաղաքական դաշտ, ձևավորել են կանոնավոր բանակը, որը պիտի լինի Հայաստանի քաղաքական դաշտը, Հայաստանի Հանրապետության քաղաքական մտքի, այսպես դարբնոցը, այդտեղ մենք պիտի որոշակի տոլերանտություն ունենանք իրար նկատմամբ, անկախ նրանից ով է։ Օրինակ, օգտատերը Facebook-յան մեկնաբանություններում ինձ ասում է, խոստացի, որ գալու ես, եթե դու իշխանություն ունենաս, սրան պետք է բանտարկես, սրան պետք է պատժես, այս ինչը պետք է անես։ Ես իրան պատասխան եմ տալի, այ ընկեր, դու ես չէ ընտրողը։ Խոստացի, որ կգնաս ու նրան չես ընտրի։ Հələ դուք ընտրեք այդ մարդկանց, ում 300,000 ձայն եք տվել։ Տեսնեմ այդ բան Ռոբերտ Քոչարյան, այսօր մարդիկ վեր են կանում, այ պետք է բռնես, բանը դատես, պատժես, այ ընկեր 300,000 ձայն ով է տվել։ Ով է տվել 300,000 ձայն այդ մարդուն կամ ավել միգուցե, ինչքան ձայնը հավաք է։ 360,000 ինչքան չգիտեմ։ Լավ ձայն են տվել, դուք գրածը քվեարկել են, չէ՞ մարդիկ։ Դուք սրա մասին մտածեք։ Ու դուք միայնակ չէ, եթե քո երկրում ընտրողների չգիտեմ, մի զգալի մասը, ընտրությանը մասնակցած մարդկանց, մի զգալի մասը պատրաստ է գնալ նրան ձայն տա, ուրեմն սուս նստի տեղդ կամ ընկերներիդ հավաքի, գաղափարակիցներիդ հավաքի, համախոհներիդ հավաքի, գնա ընտրի մեկ ուրիշին, ում քվեների առաջ այդ 300,000-ը շատ փոքր տոկոս կլինի, ոչինչ չնշանակող տոկոս կլինի, բայց դուք նստում եք տունը, ոչ մի բան չես անում, թեկնածություն էլ չես ներկայացնում, չես էլ կարում դառնացից քաղաքական զինակից, ոչինչ անում, չես ուզում ինձ ընտրես, այ մարդ, դու քեզ այդքան լավն ես համարում, արի ինձ հետ զինակից եղի, վեր կաց, տեղիցդ վեր կաց, արի մենք զինակից լինենք, այնքան ձայն հավաքենք, որ նրա 300,000-ը կլինի կամ չգիտեմ 200,000-ը կլինի կամ 500,000-ը կլինի, մեր համեմատ լինի փոքր տոկոս, բայց եթե դուք դա չեք անում, դուք պատասխան եք տալի ձեր վիճակի համար, ձեր գլուխը պատասխանատու է ձեր այսօրվա վիճակի համար։ Ամեն անգամ այդ անմեղսունակ երեխայի կեցվածքով պետությունը չի անում, այս ինչը չի անում, մի հոգի կա այս երկրում, որ մեղավոր է, ինքը չեմ, չէ, այս երկրում մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքր պատասխանատվություն է կրում։ Դաժե նույնիսկ այն երեխաները նրանք պատասխանատու են։ Նա էլ պատասխանատու է իր դասը սովորել չսովորելու համար։ Նա էլ պատասխանատու է ուսուցչի նկատմամբ հարգալից լինելու կամ չլինելու համար, նա պատասխանատու է։ Միայն ծնողը չի կարա նրան։ Ծնողը հաճախ կարող է բացատրի դաստիարակել, երեխան հակառակվի ծնողին։ Այսինքն մեծ պատասխանատվություն է կրում, փոքր պատասխանատվություն է կրում, բայց բոլորն են պատասխանատու։ Եվ մի փորձեք ձեր անպատասխանատու վարքագիծը, անպատասխանատու մենտալիտետը, մշակույթը անմեղսունակության վերագրել։ Թե գիտես ինչ կանա չի հասկանում, դե չէ,
Ինձ մեկ է, ես Քրիստոսը չեմ, որ ասեմ, հայրներին նրանց քանի որ չգիտեն ինչ են անում։ Շատ է լավ էլ գիտեն ինչ են անում։ Շատ է լավ գիտեն ինչ են անում։ Ու ես չեմ ասում հայրների նրանց։ Ես ասում ամեն մեկը ձեր վիճակի գտնվելու համար պատասխանատու եք։ Եթե այսօր ուզում եք թալանչիներին պատասխանատվության ենթարկեք, այդ նույն թալանչիների հետ 100,000-ներով հանցակցել են մարդիկ, 5-10, չգիտեմ, 20,000 ընտրակաշարք վերցնելով։ Այդ նույն թվերին, երբ որ մարդիկ համատարած ընտրակաշարք էին վերցնում, իմ ընտանիքը չի վերցրել ընտրակաշարք։ Հույս չկար, չէ՞։ Գիտեիր, որ մեկը փրկություն, բայց գոնե մարդիկ կան ու դրանք քիչ չեն այդ մարդիկ։ Էլի նույն ձևի 100,000-ավոր մարդիկ իրենց բարոյականությունը թույլ չի տվել ընտրակաշարք վերցնել։ Հիմա որ ասենք բռնենք, դատենք, էսանենք, այնանենք, բայց այն 100,000-ավորները, որ այդ ընտրակաշարք են վերցրել, դրանց դատելու թեմա չկա։ Այդ դրանք են այսօր գնացել Նիկոլի տակ մտե, ասում են Թալանը հետ բեր։ Իրենց նախանձն են ուզում բավարարել։ Այդ նույնները վաղը Քոչարյանը գա, գնալու են Քոչարյանի տակը մտնեն։ Նրանք մեկի տակը ման են գալի, որ մտնեն։ Ու պետք չի, որ նրանց թելադրած օրակարգը, վայ գիտես ժողովուրդը սա է պահանջում։ Ժողովուրդը մի բան չի պահանջում, եթե մի բան է պահանջում, ինչա, խաղաղությունը լինի, կյանքը լինի, աշխատանքը լինի, աշխատենք, ապրենք։ Բայց քաղաքական արդեն նեղ դրսևորումներով ամեն սոցիալական խումբ, ամեն մշակութային խումբ մի բան է պահանջում։ Ու այդ պահանջները երբեմն շատ տարբեր են իրարից։ Թող ամեն մեկը իր պահանջը ներկայացնող տեխնացուին գնա, ձայն տա, եթե չի գտնում, թող ինքը տեխնացություն ներկայացնի։ Այսօր այնպես չի, որ ես հնարավորություն ունեմ։ Չգիտեմ, ֆինանսներ, բան, տեսրեք մի հատ ռեկլամ, մի հատ ինչ-որ եսի ինչ, չէ, չկա ընկեր։ Հա ինչ անեմ, չկա։ Ես խո կամ, իմ գլուխը կա։ Իմ խելքը կա, վերջ, ես ինչքան կարամ իմ ջիղը ինչքան թույլ կտա այդքանով կներկայացնեմ։ Ժամանակի ընթացքում մարդիկ են զանգում, հանդիպում ենք, ծանոթություններ, այսինքն հնարավոր է հնդածս հնարավորություններ էլ ավելի մեծ ի հայտ գան։ Ինչքան շատ մասնակից, ինչքան շատ շահագրգիռ անձ, ինչքան շատ նվիրյալ, այնքան էլ շատ հնարավորություններ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ.am էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հիմա այս ներքաղաքական հարցերը թողնելով մի կողմ, պարոն Մանասյան, արտաքին քաղաքականության անդրադառնանք, մասնավորապես Հայկ Մանասյանի աչքերով մեր արտաքին քաղաքականությունը։ Մենք ինչ պետք է անենք, համագործակցելու ունենք Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան եւ մյուս կողմում ունենք Արևմուտք։ Ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան այս կենտրոններից որ մեկի հետ ինչպիսի հարաբերություններ։ Ես կուզենայի Հայաստանը այս տարածաշրջանում, ոնց որ Շվեյցարիան իր տարածաշրջանում, Շվեյցարիան ժամանակին, երբ որ նեյտրալիտետը անդրե, այսքանով սրանով հանդերձ նաև անկախությունը անդրել, հեշտ չէր իր օրը, իր ժամանակը։ Էլի այսպես բուրըն խմորումներ Եվրոպայում, բոլորը բոլորին այսպես թշնամի, բոլորը բոլորից այսպես պահանջներ ունեին, դաշինքներ էին ձևավորում, շուտ փլուզվում, ուրիշ դաշինքներ ձևավորվում։ Այդ ռեգիոնում Շվեյցարիան կարողացավ ինքն իրեն որպես այսպես նեյտրալիտետ հայտարարել եւ պահել իր անկախությունն, իր ինքնությունը, քաղաքական ինքնությունը առաջին հերթին։ Նույն կերպ ես Հայաստանի համար եմ պատկերացնում, որ այս թոհուբոհի մեջ ինձ համար, ես չգիտեմ դա պրակտիկորեն որքանով է հնարավոր, թեև որքանով որ ես եմ դա հնարավոր կարծում, այնպես չի այլ տարբերակները ավելի հնարավոր են։ Նու հա, հետաքնություն կորցնելը ավելի հեշտ է։ Ինչ որ մեկին գնալ հանձնվելը ավելի հեշտ է, թեև այդ էլ այդքան հեշտ չի լինելու։ Այսինքն միշտ լինելու են մարդիկ, ովքեր դրան դեմ են լինելու, երկրներ, որոնք դրան դեմ են լինելու։ Ես այդ տարբերակն եմ կարծում, հավասարակշռված, բալանսավորված քաղաքականություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գոնե մեծ մասի հետ բալանսավորված քաղաքականություն։ Այն ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, օրինակ դուք կգնայիք այդ շքերթին կմասնակցեիք կամ կադրերը, որ մենք տեսանք Էրդողանի հետ շփումներ, Ալիևի հետ շփումներ, ինչ համար քննադատություն նաև եղավ։ Դե լավ է, դե արդեն ինչ քննադատ, բայց ինչ պետք է աներ ընդ։ Ինչ պետք է աներ։ Քացո պետք է խփեր, պետք է հայոյեր, ինչ պետք է աներ այ մարդ։ Լավ է, դե արդեն հետի լավ անլուրջ է։ Եկեք լրջով նայենք, հա ինչ կա։ Տեսեք, եթե դու պետք է գնաս այդ շքերթին մասնակցես, դու դրանից առաջ քո խոսույթը պետք է դրան համապատասխան լինի։ Հասկանում եք։ Եթե դու չես գնալու այդ շքերթին մասնակցես, դրանից առաջ քո խոսույթը էլի դրան պիտի համապատասխան լինի։ Ավելին, դա չպետք է այդպես գիտես ինչ։ Տեսեք, մենք իմ կարծիքով Ռուսաստանին պատերազմ չենք հայտարարելու, ուշադիր։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին պատերազմ չի հայտարարելու։ Ինչքան էլ ասեն, որ գիտեք ինչ կա, մենք հեսա կդառնանք, չգիտեմ ինչ, հեսա եսի ինչեր կանենք։ Երկրորդ, արևմտյան երկրներից եւ բլոկից, այդ թվում ռազմական բլոկից, մենք էլի պատ չենք շարելու, այսպես մեզ մեկուսացնենք։ Այդպես էլ չի լինելու։ Վերջ առաջ, լավ ում ենք պատերազմ հայտարարել, Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու, էլի ոչ։ Էլի ոչ, եթե ինչ-որ մեկը մեզ տանում է նրան, որ մենք պետք է Թուրքիայի պատերազմ հայտարարենք, այդ երկու կարգավիճակ կա։ Մեկ, միամիտ անգրագետ հայրենասեր է, միամիտ ու անգրագետ լիքն են։ Հասկացա՞ր, որ ասում է, հեսա մենք կգնանք, կհասնենք, սենց կանենք, նենց կանենք։ Երկրորդ այդ միամիտ անգրագետ հայրենասերին, որպես տիկնիկ, խաղացնող, բանա, լարա խաղաց, ոնց է կոչվում, այդ խաղացնող է, էլի,
Կուկլավոդա, որը արդեն հասուն քաղաքականապես բիջ, ես պետք է չկտրեք այս հատվածը, այդպես մի բիջ քաղաքական գործիչ է, պետություն է, գերտերություն է, որը եկել այդ միամիտ անգրագետ հայրենասերին, խաղացնում է իր շահերի համար, մինչև կօգտագործի, օրը կգա շպրտի մի կողմ։ Օրինակ, Թուրքիային պատերազմ հայտարարել, ես սենց եմ պատկերացնում, սա իմ անձնական կարծիքն է։ Գոնե առաջիկա 5, 10, 15, 20, միգուցե 30 տարիների ընթացքում։ Դրա համար այնուամենայնիվ նեյտրալիտետը ամենահարմար տարբերակն է։ Հզորանալ, ներքին քաղաքական ազգ որպես ձևավորվենք։ Տեսեք մի հատ բան ասեմ, այս շատ կարևոր է, էլի։ Հարյուրամյակներ առաջ եւ այդպես հազարամյակներ շարունակ ռազմական ուժը եղել է հիմնական որոշիչը երկրի պետության եւ հանրության հասարակարգի ասպետները, ազնվականները, իշխանները հիմնական պատերազմանող մարդիկ են եղել ռազմական ուժը իրանք են ներկայացրել գյուղացիները, չարքաշ աշխատողները նրանք նույնիսկ պատերազմին հիմնականում չեն մասնակցել հիմնականում նրանք արտադրել են, պարեն, մթերք, դրանով զենք զրահ են առե սարքե այդ զենք զրահով զինված զորքը գնացե կռվել է ու այդ զորքը հիմնականում եղել են ազնվականները, ազատները, նախարարները, իշխանները եւ այլն։ Վերջի մի քանի 100 տարին 300-400 տարի արդեն սրանից առաջ սկսեց առևտրականը, արտադրողը, ձեռներեցը, ձեռնարկատերը ռազմական ներկայացուցիչներին հավասար կարևորություն ներկայացնել երկրի հզորության, տնտեսական շարժ ապահովողը, ինովացիաներ բերողը, բիզնեսմենը, այսպես ասած, դարձավ ասպետների, իշխանների, ազնվականների, ազատների կողքին լրացուցիչ եւս մի ուժ, որը ներկայացնում է երկիրը եւ ներքին հանրային կյանքում էլ նա կարևոր է։ Կարևոր խավ է դառնում, ոչ ազնվական է, ոչ էսա, ոչ նա, բայց ֆաբրիկա ունի, ֆաբրիկա է սարքում, նավթարդյունաբերությամբ զբաղվում, երկաթգիծակ եւ այլն։ Վերջին 100-ամյակում քաղաքական գործիչները, որոնք թվում է առաջացած ձրիակերներ են, թե մեծ մասը եւ ձրիակերներ են։ Քաղաքական գործիչները, ովքեր պոլիտիկա են անում, նրանք են դարել արդեն երկրի հզորությունը, դիվանագիտությունը, գործարքները, համաձայնությունը, ժողովրդին համախմբելը եւ ժողովրդի մեջ են լավ ինչ որ դիրք են իրանք զբաղացնում։ Սա մեր ժողովուրդը հլստե չի հասել։ Մենք հələ որ գիտես ինչ ազգովի, ինչքան քաղաքական լինենք այնքան ավելի հզոր ենք, սա մենք չենք հասկանում։ Մենք հասկանում ենք, որ ինչքան զինված լինենք, ոնց որ փարավոնի ժամանակվանից մինչև մեր թվարկության, ասենք 1500-ականներ, 1600-ականները։ Ճիշտ է։ Ինչքան հարուստ լինենք, այդքան լավ է, այդ էլ գիտեն, ժողովուրդ ջան, 300 տարի առաջ էլ աշխարհը դա գիտեր։ Այսօր ինչքան քաղաքական լինենք, նրանք է պետք է լինենք, հա, տնտեսապես է պետք է հզոր լինենք, ռազմական առումով էլ, բայց քաղաքականապես եթե մենք տհաս եղանք, չկայացած եղանք, կայացած չեղանք։ Մեր ճաշը կերել ենք, մեր բանը բուրդ է։ Մենք պիտի հասկանանք, որ մեր շրջապատում են, ինչ անընդհատ լսել եք, չէ, Ղարաբաղյան հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի։ Էս ինչ, հա, ժողովուրդ ջան, ով էլ դրսից ինչ էլ մեզ խոստանա, նրանք իրենց ազգային եւ պետական շահերն են սպասարկում։ Նրանցից ոչ մեկը բանը, չգիտեմ, բարեգործ չի։ Անհատներ կլինեն բարեգործ եւ նրանք կհամագործակցեն քաղաքականապես հասուն, տնտեսապես հզոր, ռազմականապես կայացած սուբյեկտի հետ։ Հետևաբար պետքա քաղաքականապես կայանանք, շատ լուրջ է։ Սա նախ պիտի գիտակցենք։ Փողը գիտակցում եք ապրեք, զենքը գիտակցում եք ապրեք, քաղաքականն էլ գիտակցեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։